Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Մեր ավանդական թեմատիկ զրույցների շարքից այսօր ես նախապատրաստվել եւ ձեր ուշադրությանը կներկայացնեմ ինձ համար եւ կարծում եմ մեզ բոլորի համար, մեր երկրի համար անչափ կարեւոր մի թեմա, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի վերջին որոշումներից մեկին Սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ։ Ես շատ երկար եմ աշխատել այս թեման նախապատրաստելու համար, ահռելի ծավալի նյութ է կուտակվել եւ նույնիսկ դժվար է մեկ տեսանյութի ընթացքում այն ամբողջական եւ համալիր կերպով ներկայացնել, հաշվի առնելով դրա շատ մեծ ծավալը, բայց կփորձեմ դա անել հնարավորինս համալիր կերպով, այսինքն ոչ միայն խնդրի իրավական ասպեկտներին, այլ նաև քաղաքական ասպեկտներին, պատմական զարգացումներին անդրադառնալով։ Այնպես որ տրամադրվեք շատ կարևոր եւ պատասխանատու տեղեկությունների եւ ուրախ կլինեմ, եթե տարածեք այս տեսանյութը ձեր անձնական հաշիվներին, Facebook-յան տարբեր խմբերին, լրատվամիջոցներին ասեմ, որ այս տեսանյութերը ազատ են վերահեռարձակման համար առանց որևէ սահմանափակումների։ Ավելին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել 168.am լրատվական կայքին, ավանդական գործընկերության եւ այս եթերներին զուգահեռ ուղիղ եթերում հեռարձակում ապահովելու համար։ Այսօր ես քիչ առաջ տեղեկացա, որ ուղիղ եթերով հեռարձակման պատրաստակամություն է հայտնել եւ այս պահին մեզ հետ աշխատում է նաեւ առավոտ.am լրատվական կայքը, ինչի համար շնորհակալություն մեր գործընկերներին, իսկ հետագայում տեսանյութերը տարածելու եւ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու համար շնորհակալություն եմ հայտնում Հայելի.am, Ասեկոս.am, Սիմոնյան Post, Antifake, Լուսաբան, Փաստինֆո, Ազգ լրատվական գործակալություններին, կայքերին, ինչպես նաեւ հայկական երկրորդ հեռուստաալիքին հաճախակի այս նյութերի հիման վրա լրաբեր լրատվական թողարկման համար ռեպորտաժներ պատրաստելու համար։ Հիմա ասենք բուն թեմային։ Այս թեմայի արդիականությունը պայմանավորված է վերջին շրջանի ստեյության քաղաքական զարգացումներով, քաղաքական process-ներով, որի մեջ ներքաշեցին նաև Սահմանադրական դատարանին։ Այսինքն դատարանը դուրս եկավ իր սահմանադրաիրավական կարգավիճակից, ռեժիմից եւ վերածվեց քաղաքական մի օջախի, քաղաքական մի բուդկայի, այդպես կարելի ասել Նիկոլ Փաշինյանի տերմինաբանությամբ եւ դավաճանական գործողություններին, կայացնելով բացարձակ ապօրինի իր իրավասություններից դուրս գտնվող մի որոշում։ Ես ինչու եմ այսօր անդրադառնում այս որոշմանը, որովհետեւ Սահմանադրական դատարանի 3 դատավորներ հայտարարել էին, որ կունենան հատուկ կարծիք։ Դրանցից երկուսի կարծիքը նույնական էր դատարանի որոշման հետ, Վահե Գրիգորյան եւ Դավիթ Խաչատուրյան, իսկ առավել կարևոր էր տարբերվող կարծիքը լսելը, այդ կարծիքը ներկայացրել է դատավոր Հրայր Թովմասյանը։ Երեք հրապարակվել է Հրայր Թովմասյանի կարծիքը, այսօր ժամկետի խախտումով հրապարակվել է Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատուրյանի կարծիքները, որոնք ըստ էության առոջինջ են։ Չնայած բովանդակային առումով էլ դատարկություն, ես հիմա դրանք ձեզ կներկայացնեմ, բայց Հրայր Թովմասյանի արձանագրումները չափազանց կարևոր էին։ Ինչն է հետաքրքիր, որ այս գործընթացը տեղի է ունենում ադրբեջանական պահանջներին համահունչ, Իլհամ Ալիևի հայտարարություններին զուգահեռ, Տավուշից տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նոր սահմանադրության ընդունման պահանջների համատեքստում։ Հիմա ինչու՞մ է Նիկոլ Փաշինյանի խնդիրը եւ նաեւ իր Սահմանադրական դատարանի, որ ըստ էության Ալիևը պահանջում է, որպեսզի սրանք ընդունեն նոր սահմանադրություն հրաժարվելով անկախության հռչակագրից, իսկ այս իշխանությունները հասկանում են, որ դա իրենք գործնականում չեն կարող ապահովել, որովհետև հանրաքվեի համար անհրաժեշտ է առնվազն ընտրողների ցուցակային թվի կեսից ավելի մասնակցություն, իսկ վերջին շրջանում Հայաստանում ընտրական process-ներին նկատվում արձանագրվում մասնակցության չափազանց ցածր մակարդակ, հետևաբար նրանք չեն կարող ապահովել մասնակցություն, իսկ այո ձայները, այսինքն կողմ ձայները պետք է լինեն ընտրողների ցուցակային թվի 25%-ից ոչ պակաս։ Սա նույնպես չեն կարող ապահովել, եւ սրանք մտածել են գտնել մի իրավական մեքենայություն իրենց կարճ խելքով,
որ այդ սահմանային հանձնաժողովների վերաբերող կանոնակարգը տան սահմանադրական դատարանին եւ վավերացնեն խորհրդարանի կողմից եւ ասեն, որ մենք սրանով ենք լուծում անկախության հռչակագրի վերաբերող հարցը, այն իրավական արժեք չի ներկայացնում, որպեսզի Ադրբեջանը այլևս նոր սահմանադրության ընդունման պահանջ չներկայացնի։ Ոչ թե սրանք չեն ուզում Ադրբեջանի պահանջ կատարել, սրանք Ադրբեջանի ցանկացած պահանջ են կատարում։ Պարզապես հարցը թե կարող են կատարել, թե չեն կարող։ Եվ քանի որ հանրաքվեի միջոցով այդ խնդիրը գոնե այս պահին չեն կարող լուծել, հետևաբար գնացել են այս իրավական մեքենայության եւ դավաճանության ճանապարհով։ Հիմա գանք ըստ էության, ես բոլոր պարամետրերը կփորձեմ ձեզ ներկայացնել։ Նախ սահմանային հանձնաժողովներ։ Մեր երկրում օրենք կա պետական սահմանի մասին, որով ասում է, որ սահմանային հարցերը պետք է կարգավորվեն միջազգային պայմանագրերով եւ օրենքներով։ Այդ միջազգային պայմանագրերը պետք է նախապատրաստվեն։ Եվ այդ նպատակով դեռևս 1996 թվականին, եթե չեմ սխալվում, չեմ հիշում թե այդ պահին ով այլ Հայաստանում վարչապետը, ստեղծվել է թիվ 272 որոշմամբ 96 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով։ Ինչի միայն Վրաստանի, որովհետեւ Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանը որոշակի էր, դա նախկին խորհրդային միության սահմանն էր, որտեղ սահմանային ծառայություն են իրականացնում նաեւ ռուս սահմանապահները, եւ այդ համաձայնագրով Հայաստանը ընդունել է Իրանի եւ Թուրքիայի հետ խորհրդային միությունից մնացած սահմանը, որը ոչ միայն նկարագրված սահման էր, այլ նաեւ պատշաճ կահավորված եւ այնտեղ իրականացում էր սահմանային ծառայություն։ Ադրբեջանի հետ հնարավոր չէր այդ ժամանակ լուծել սահմանային խնդիրներ, որովհետեւ պատերազմական իրավիճակ էր եւ ոչ կառուցողական մոտեցում Ադրբեջանի կողմից, հետեւաբար միակ սահմանը, որը կարող էր ճշգրտվել իրավական գործընթացներով, դա Վրաստանի հետ սահման էր։ Այդ սահմանային հանձնաժողովի մեջ կազմում անդադ փոփոխություններ են տեղ ունեցել պաշտոնյաների փոփոխությամբ, ուշադրություն, վերջին փոփոխությունը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 763 որոշմամբ։ Այսինքն, ներողություն, փոփոխությունը կատարվել է 2001-ի դրանից առաջ, ինքը կատարել է փոփոխություն 2020 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, այսինքն 20 թվականի պատերազմից եւ նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունից մի քանի օր հետո։ Բայց եւ այստեղ հանվել է Վրաստանի բառը, այսինքն գրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով։ Այսինքն նշել է, որ դա Վրաստանին չի վերաբերում։ Այսինքն պատերազմից հետո, անմիջապես հետո, մի քանի օր հետո նոյեմբերի 9-ի, սա փաստորեն դուրս է եկել իր թաքստոցից եւ անմիջապես ստեղծել է այդ հանձնաժողով։ Այսինքն մտադրությունը արդեն սահմանային խնդիրներ կարգավորելու իր մոտ առաջացել է պատերազմից հետո։ Սա նույնպես վկայում է այն մասին, որ պատերազմը արվում էր այդ սահմանների լուծման, այսինքն Արցախը Ադրբեջանին հանձնելու նպատակով։ Բայց չբավարարվելով դրանով, առանձին ունենալով 20 թվականին ստեղծված հանձնաժողովը, Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքում 2022 թվականի մայիսի 22-ին սրանք հանդիպում են Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում եւ ամսի 23-ին, այսինքն հանդիպման հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանը մի հանձնաժողով ստեղծում է Հայաստանում 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570A որոշում։ Կոչվում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։ Նույն օրը հանձնաժողովը ստեղծում Իլհամ Ալիևը։ Հայկական կողմից հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի ստեղծած գլխավորում է Մեհեր Գրիգորյանը, Ադրբեջանից փոխվարչապետ Շահին Մուստաֆայը։ Իդեպ մի կարևոր արձանագրում, որ Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովի անվանման մեջ անվտանգություն բառը չկա, դա կոչվում է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով, այսինքն սահմանային անվտանգության հարցեր չի վերապահված այդ հանձնաժողովին քննարկելու։ 2023 թվականի ուշադրություն դեկտեմբերի 14-ի թիվ 2154A որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ սահմանային հանձնաժողովների
ուրեմն սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգը։ Ուշադրություն, դա եղել է 23 թվականի դեկտեմբերի 14-ին, այսինքն այն նույն օրը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական 4 առաջատար հեռուստաընկերությունների լրագրողներին տված մամուլի ասուլիսում կամ հանդիպման ժամանակ խոսել էր Տավուշի մարզից 4 գյուղեր եւ դրանց հարակից տարածքներ Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության մասին։ Այդ պահից է սկսել Նիկոլ Փաշինյանի այցելությունը Գիրանց, Ոսկեպար, Բաղանիս, ներկայացնելու համար այդ խնդիրն է, որ պետք է այդ տարածքները հանձնվեն։ Եվ նույն օրը ստեղծել է նորից եմ կրկնում 23 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ որ հանձնաժողովը ստեղծել են դրանից 1.5 տարի առաջ 22 թվականի մայիսի 23-ին։ Այս հանձնաժողովները ոչ թե միջկառավարական հանձնաժողովներ են, այսինքն մենք շատ ունենք Հայաստանի եւ այլ պետությունների հետ միջկառավարական հանձնաժողովներ, որոնք ստեղծվում են կառավարությունների համագործակցության հիման վրա, բայց քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, այս հանձնաժողովները ոչ թե միջկառավարական են, այսինքն երկու պետությունների կառավարությունների համատեղ հանձնաժողով, այլ առանձին վերցրած հանձնաժողովներ են։ Մի հանձնաժողով առանձին ստեղծվել է Հայաստանում, մի հանձնաժողով առանձին ստեղծվել է Ադրբեջանում։ Այդ հանձնաժողովները կազմված են ոչ միայն նախագահներից, Մեհեր Գրիգորյանից եւ Շահին Մուստաֆայևից, այլ ունեն հանձնաժողովի անդամներ։ Այդ հանձնաժողովի անդամներ են օրինակ տարածքային կառավարման փոխնախարարը, կադաստրի կոմիտեից ներկայացուցիչներ, ազգային անվտանգության ծառայությունից ներկայացուցիչներ, զինված ուժերի գլխավոր շտաբից ներկայացուցիչ։ Բայց ամբողջ խնդիրը կայանում է դրանում, որ անգամ որոշ պաշտոնյաների փոփոխություն այդ ընթացքում եղել է, բայց հանձնաժողովի կազմում փոփոխություն չի եղել։ Օրինակ կադաստրի կոմիտեի տեղակալ, որ ընդգրկված է եղել հանձնաժողովում, պաշտոնից ազատվել է։ Կամ պետական սահմանային ծառայության ուրեմն ղեկավարը ազատվել է ծառայությունից, նորն է նշանակվել, բայց հանձնաժողովի կազմում համապատասխան փոփոխություններ չեն եղել։ Ավելին, այդ հանձնաժողովը, ասենք Մեհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը, մինչ օրս 22 թվականի մայիսի 23-ից մինչ օրս ոչ մի նիստ չի գումարել։ Այսինքն, որ մտնեք կառավարության կայք gov.am եւ նայեք պաշտոնական հաղորդագրությունները, այնտեղ տեղեկություն չկա, որ սահմանային հարցերով այս Հայաստանի Ադրբեջանի սահմանային հանձնաժողովի նիստ տեղի ունեն, այսինքն կառավարությունում Մեհեր Գրիգորյանը նիստ հրավիրի հանձնաժողովի անդամներին, լսելու նրանց կարծիքը, սահմանի մոտեցումները, հաղորդագրությունները դրա, դες բան գոյություն չունի։ Երկու հանձնաժողովների ամբողջական կազմով հանդիպումներ նույնպես տեղի չեն ունեցել։ Ոչ մի տեղեկատվություն չկա այս հանձնաժողովների նիստերի վերաբերյալ։ Օրինակ Շահին Մուստաֆայև եւ Մեհեր Գրիգորյանի հանդիպումների մասին տեղեկություններ կան։ Օրինակ հանձնաժողով ստեղծելու հաջորդ օրը մայիսի 24-ին Երասխում նրանք հանդիպել են։ Դրանից հետո հունիսի 8-ին Մոսկվայում հանդիպել են, որպես հանձնաժողովի նախագահներ երկու կողմի։ Բայց ամբողջական կազմով, որ Մեհեր Գրիգորյանը իր գլխավորած հանձնաժողովով, Շահին Մուստաֆայևը իր գլխավորած հանձնաժողով հանդիպեն, այդ հանդիպման, ասենք, մի լուսանկար, մի տեսագրություն, մի մամուլի հաղորդագրություն, բացարձակապես ոչինչ գոյություն չունի, որը վերաբերի այդ հանձնաժողովների գործունեությանը։ Այսինքն անհասկանալի է, թե այս հանձնաժողովները եթե աշխատել են, ապա ոնց են աշխատել։ Ստորագրված այս կանոնակարգը, որը գոյություն ունի, ինքը երևում է, որ ստորագրված է, այսինքն սա ինտերնետում հասանելի է, ես տպ վերցրել եմ, իրենց ինիցիալներն է նշված, վերջում էլ ստորագրություններն է դրած։ Ընդ որում հետաքրքիր մի բան կա, որ սրա վերջին էջը որ նայեք, երևում է, որ ինքը ստորագրած ամսի 30-ին, բայց այդ 30-ը ջնջումով արած, այսինքն տպավորություն կա, որ ինքը սկզբից եղել է ամսի 10-ին, հետո ունենց են փոփոխել, որ դառնա 30։ Սա ակնհայտ երևում է, սա ձեռագրագետ չեմ, բայց ակնհայտ է այդ փոփոխություն։ Ու ստորագրված է, բայց ստորագրման արարողություն, որ ենթադրենք սա նշվում է օգոստոսի 30-ին, որ օգոստոսի 30-ին հաղորդագրություն լինի, ասենք լուսանկար, միտեղ սահմանային մի, չգիտեմ, հատվածում, մի վրանի տակ, մի շինության մեջ, որ Մեհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆայևը նստեն ու թուղթ ստորագրեն, նման բան ոչ միտեղ արձանագրված չի։
Արտգործնախարարությունը տեղեկություններ տարածել, որ այս արձանագրությունները ստորագրվել են եւ կողմերին փոխանցվել են դիվանագիտական խողովակներով։ Դիվանագիտական խողովակ հասկացությունը վերաբերում է դիվանագիտական ներկայացությունների միջոցով տեղեկությունների փոխանակման, այսինքն դեսպանությունների, գլխավոր հյուպատոսությունների կամ արտգործնախարարությունների ուղիղ շփումների միջոցով։ Հիմա ոչ Երևանում կա Ադրբեջանի դեսպանություն, ոչ Բաքվում կա Ադրբեջանի դեսպանություն, ոչ էլ այս գործընթացում որևէ միջնորդ կա, այսինքն կողմերը չեն հայտարարել, որ այս բանակցությունները, շփումները, ստորագրությունը տեղի ունենում, ենթադրենք նման դեպքերում հաճախ է նման ֆունկցիա իր վրա վերցնում Շվեյցարիայի համադաշնությունը, ասենք, որ իրականացվի, ենթադրենք Հայաստանում եւ Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպանությունների միջոցով։ Ոչ մի տեղեկություն այդ դիվանագիտական խողովակ ասացի վերաբերյալ չկա։ Այսինքն անհասկանալի է, թե սա երբ է մեհերը ստորագրել, երբ է շահինը ստորագրել, ոնց են փոխանցել, ինչքանով այդ իսկություն հաստատվել։ Ընդ որում այդ հարցերի սահմանադրական դատարան կոչված ընդհանրապես չի անդրադարձել։ Ուրեմն 2000-ից 2022-ից 24 թվականներով այդ հանձնաժողովները փաստացի գրեթե ոչ մի բան չեն արել, ոչ մի գործունեություն չեն ծավալել, մի քանի հանդիպում, մեկ է սկսում է այս ակտիվ գործունեությունը 23 թվականի դեկտեմբերի 14-ից Ալիևի հայտարարությունից անմիջապես հետո կառավարությունը որոշում է ընդունում, սկսում են աշխատել, ու ինչն է հետաքրքիր, որ ոչ մի հստակություն դրանում գոյություն չունի։ Օրինակ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին նույն Նիկոլ Փաշինյանը, ով որ ստորագրել է այդ հանձնաժողովների գործունեության կառավարության որոշումը աշխատանքային, Գրանադայում ստորագրել էր հայտարարություն Շարլ Միշելի, չգիտեմ, Ուրսուլա ֆոն դեր Լայնն էր կարծեմ ստորագրել դա, Գերմանիայի դաշնային կանցլերներ ստորագրել Օլաֆ Շուլցը, Էմանուել Մակրոնն էր ստորագրել Ֆրանսիայի նախագահ, Գրանադայի հայտարարությունը, դա 22 թվականի Պրահայից հետո 23 թվականի հոկտեմբերի 5-ին է Գրանադայում։ Եվ այնտեղ հղում էր արվել, որ հանձնաժողովները սահմանային ճշտումները պետք է իրականացնեն Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1991 թվականի քարտեզներով։ Բայց այդ քարտեզների մասին ոչ մի հիշատակում, ոչ մի տեղ չկա, ավելին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Հայաստանը չեն դիմել իրենց այդ քարտեզների բնօրինակները ստանալու եւ դրանով աշխատելու նպատակով։ Այսինքն որևէ քարտեզով աշխատելու տեղեկություն որևէ տեղ հաստատված չի։ Հիմա հարց առաջանում. ինչու է այս փաստաթուղթը, այս կանոնակարգը սկսել մշակվել ոչ թե այն ժամանակ, երբ որ ձևավորվել են հանձնաժողովներ, ասենք 22 թվականի մայիսին կամ դրանից հետո, այլ 23 թվականի դեկտեմբերից, երբ որ Իլհամ Ալիևը պահանջ էր ներկայացրել Տաուշի մարզից 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացը ուղիղ կապ ունի Հայաստանը թշնամուն հանձնելու ապօրինի դավաճանական գործընթացի հետ, եւ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այդ գործին մասնակից դարձնել, որպեսզի ամբողջ մեղքը պատասխանատվություն իր վրա չվերցնի, դնի այլ մարմինների, այս պահին սահմանադրական դատարանի, հաջորդ էտապում ազգային ժողովի, հետո նաեւ հանրապետության նախագահի վրա։ Եվ այս գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի պահանջներից հետո, այսինքն որոնք են Ադրբեջանի պահանջները, վերջին շրջանի արդիական ակտուալ պահանջները, որ Հայաստանը պետք է ընդունի նոր սահմանադրություն, հրաժարվելով անկախության հռչակագրին ունեցած իր հղումից, որ պետք է հանձնվեն տարածքներ, արդեն Տաուշի մարզից հանձնվել են այլ հավակնություններ նույնպես ունի, որ կան անկլավներ, որոնք նախկինում իբր պատկանել են Ադրբեջանին, դրանք պետք է հիմա էլ պատկանեն, որ պետք է հրաժարվել համատեղ ԵԱԿ Միսկի խմբից եւ համանախագահությունից, այսինքն բանակցային գործընթաց միջնորդավորված չպետք է լինի, որ Հայաստանը պետք է պատժի եւ պատասխանատվության ենթարկի Արցախյան պատերազմի բոլոր գործիչներին, Հայաստանի բոլոր ժամանակների ռազմաքաղաքական ղեկավարությանը, ճիշտ այնպես, ինչպես Իլհամ Ալիևը դա իրականացնում է հիմա Ադրբեջանում, ինչի հետևանքով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նշանակալի գործիչներ ապօրինաբար ազատազրկված են եւ գտնվում են Բաքվի բանտերում։ Եվ պետք է Հայաստանը ձեռք չբերի անհրաժեշտ իրեն համար անհրաժեշտ, նույնիսկ պաշտպանական նշանակության զինատեսակներ, սպառազինություններ, այսինքն որ մշտապես լինի անպաշտպան վիճակում, ինչպես որ անպաշտպան թողեցին պատերազմից 20 թվականից հետո
Արցախի պաշտպանության բանակը, որպեսզի կարողանային 23 թվականին հեշտությամբ նվաճել Արցախը։ Հիմա նույնությամբ նույն գործողությունը կատարվում է Հայաստանի հետ, թույլատնում են իրավական, քաղաքական, դիվանագիտական, ռազմական հիմքերը ցանկացած պահի ցանկացած գործողություն Հայաստանի դեմ իրականացնելու համար։ Ես չեմ ուզում անդրադառնալ այդ կանոնակարգի բովանդակությանը, դրա մասին ես խոսել եմ, դա հիմնականում տեխնիկական բնույթի փաստաթուղթ է, այսինքն այդ ինտերնետում կա, կարող եք ծանոթանալ, հիմա ժամանակ չծախսեմ դա ընթերցելու վրա, մի անգամ ես թեմատիկ զրույցով եմ ներկայացրել, օրինակ ասում եմ, որ այդ կանոնակարգը նախատեսում է, որ կարող են ստեղծվել հանձնաժողովներ իրակազում, ներգրավեն փորձագետներ, սահմանի դիտարկում անի, արձանագրությունները պիտի կազմեն 3 լեզուներով, այսինքն հիմնական բովանդակությունը դրա տեխնիկական բնույթի է։ Դրանում ոչ մի հստակություն չկա, թե ինչ քարտեզներով, ինչ իրավական հիմքերով պետք է աշխատեն, ինչ ուրեմն իրավական ակտի հիման վրա են իրանք իրավազոր գործելու։ Ամբողջ խնդիրը կայանում է դրանում, որ այդ Ալմատայի հռչակագրին, որ հղում արում դրա նախաբանում, դրա դատարկության մասին Ադրբեջանում շատ լավ գիտեն, որովհետև Ալմատայի հռչակագիրը նախ ինքնին սահմաններ որոշող փաստաթուղթ չի հանդիսանում, այնտեղ սահմանների նկարագրություն որևէ կերպ չկա, դա ընդամենը անկախ պետությունների համագործակցության կազմակերպությանը ոչ հիմնադիր այլ երկրների միանալուն վերաբերող փաստաթուղթ է, որին Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է վերապահումներով, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը առհասարակ ստորագրումից հետո չի վավերացրել, նույնիսկ ստորագրելուց 1 օր առաջ որոշում է կայացրել արգելելու Ադրբեջանի նախագահ Մութալիբովին ստորագրելու այդ փաստաթուղթը, իրանք շատ ավելի ուշ, հետագայում 93 թվականին են միացել այդ փաստաթղթին, բացի դրանից Այնտեղ խորհրդային միությանն է հղում արվում, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում հայկական ԽՍՀ-ի իրավաճորտը, ոչ Ադրբեջանի Հանրապետությունն է հանդիսանում ուրեմն ադրբեջանական ԽՍՀ-ի իրավաճորտը, ավելին ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանի Հանրապետությունը, ադրբեջանական ԽՍՀ-ն համարում է որպես ուրեմն ապօրինի կազմավորում, հետևաբար ադրբեջանական ԽՍՀ-ին վերաբերելի որևէ իրավական ակտ խորհրդային միության Ադրբեջանի օրենսդրությունը իրան սահմանադրական անկախության սահմանադրական ակտով չի ընդունում։ Այսինքն իր բնույթով այս փաստաթուղթը, այս հանձնաժողովների կանոնակարգ կոչվածը, որի վերաբերյալ սահմանադրական դատանը որոշում է կայացրել, դատարկ անբովանդակ փաստաթուղթ է, բայց ինչ է հետաքրքիր, որ դրա 7-րդ կետում ասում է, որ սույն կանոնակարգը ուժի մեջ է մտնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը եւ գործում է մինչեւ սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը։ Սա ինչ է նշանակում, որ եթե Հայաստանում այս փաստաթուղթը վավերացնեն, չնայած սա վավերացման ենթակա փաստաթուղթ չի, հիմա կասեմ, Ադրբեջանը կարա չվավերացնի այս փաստաթուղթը ընդհանրապես, եւ տենց էլ իմ կարծիքով լինելու է, սրանց պետք է ընդամենը Հայաստանի իրավական ակտերը, որ Հայաստանում իրանց ձեռով մարդիկ իրանց երկիրը կործանեն, սահմանադրական դատանի որոշումով, ազգային ժողովի որոշումով հրաժարվեն 90 թվականի օգոստոսի 23-ին անկախության հռչակագրով ստեղծված պետությունից, Հայաստանի Հանրապետությունից։ Ադրբեջանը կարա ընդհանրապես սա իգնորանի, ընդհանրապես չվավերացնի, ինչպես որ ասենք 2009 թվականին Թուրքիայի խորհրդարանը չվավերացրեց Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու արձանագրությունները։ Հայկական կողմը պատրաստ էր դա անելու, Թուրքիան դա չարեց։ Հիմա նույն ձևի Ադրբեջանը ընդհանրապես չի վավերացնի այս փաստաթուղթը, հետեւաբար այն ուժի ստացվի, որ Հայաստանը իր սահմանադրական դատանով, կառավարությունով, ազգային ժողով, իշխանության բոլոր թևերով եւ գործադիր, եւ դատական, եւ օրենսդիր տալիս է համաձայնություն, որ այս պետությունը, որ 90 թվականին ստեղծվել է, որի կներեք կապի խափանում եղավ, այսինքն նորից այդ վերջի նախադասությունը կրկնելով միտքս վերականգնեմ։ Այսինքն Հայաստանի իշխանության բոլոր թևերը եւ գործադիր եւ դատական եւ օրենսդիր ասում են, որ 90 թվականին ստեղծված պետությունը դադարեցնում է իր գործունեությունը, իր գոյությունը։ Եվ իրենք էլ դա չեն վավերացնի, այս համաձայնագիրը տենց էլ ուժի մեջ չի մտնի, բայց իրականության մեջ կմնան այն որոշումները, որոնք կայացվելու են Հայաստանում։ Սեղած դրա ամբողջ վտանգը։ Հիմա գալիս ենք սահմանադրական դատարանին, որ դատարանն է, որ կայացրել է այս որոշումը։ Դա այն դատարանն է, որը ամբողջությամբ զավթվել ադրբեջանա-թուրքական հեղափոխության կողմից,
նախկին կազմից, այսինքն 18 թվականի դատարանի կազմից ընդեղ մնացել է ընդամենը մեկ դատավոր, Հրայր Թովմասյանը, որի դեպս որոշման հետ կապված ներկայացրել է հատուկ կարծիք, իսկ այս որոշումը ընդունելուց մի քանի օր առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր է ճանաչել, ուրեմն ուղղակի ազատազրկման չի կարողացել դատապարտել, որովհետև վաղեմության ժամկետը անցել է, բայց այդ հիմքը ստեղծել են, որպեսզի Հրայր Թովմասյանի լիազորությունները նույնպես դադարեցնեն, այսինքն շարունակում է գտնվել քաղաքական հալածանքների տիրույթում։ Ընդ որում նրա նկատմամբ քաղաքական հալածանքները սկսել են դեռ 2019 թվականից, այն պահից, երբ որ հունիսից Վահե Գրիգորյանը, որ այսօր Պետրոս Ղազարյանի հյուրն էր, դա նշանակում է, որ առաջիկայում մեծ սիրով ես իրան հյուրընկալ եմ Անտիֆեկի Ղազարյան VS Ղազարյան նախագծում եւ ինքը կստանա իր արժանի վերաբերմունքը այսօրվա, նաեւ իր ցինիկ պահվածքի համար հանրային հեռուստաընկերությունում, սրան առանձին կանդրադառնանք, բայց սա ընտրվեց, սա Նիկոլ Փաշինյանի անձնական փաստաբանն էր, որևէ առնչություն չի ունեցել դատական համակարգի հետ, այսինքն երբևէ նույնիսկ պետական պաշտոններ չէր զբաղեցրել նախկինում, դատավոր չէր եղել, բայց ապօրինաբար խախտելով օրենսդրությունը սրան բերեցին, կարգեցին սահմանադրական դատանի դատավոր եւ գալու օրվանից սա սկսեց արշավը սահմանադրական դատանի դեմ։ Անմիջապես սկսվեց ազգային ժողովում Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցնելու գործընթաց, հաջողություն չունեցան։ 20 թվին առաջարկեցին, որ բոլոր դատավորները ցմահ աշխատավարձի փոխարեն աշխատավարձի չափով թոշակ ստանան, եթե կամովին հրաժարական կտան, ոչ ոք հրաժարական չտվեց։ Դրանից հետո սկսեցին սահմանադրական հանրաքվե, հասկացան, որ չեն կարող այդ սահմանադրական հանրաքվեն իրականացնել, դրա համար հայտարարեցին արտակարգ դրություն, որպեսզի այդ հանրաքվեն հետաձգվի։ Արտակարգ դրության պայմաններում ազգային ժողովի միայն Իմ քայլը խմբակցությունը առանց ընդդիմադիր խմբակցությունների կարծիքը լսելու 4 ժամում ապօրինաբար փոփոխություններ կատարեց սահմանադրության մեջ, զավթեցին 3 դատավորի պաշտոն, պլյուս ընդեղ ունեին Վահե Գրիգորյան եւ Արման Դիլանյան, որոնցից մեկը հիմա իրեն հռչակել է սահմանադրական դատանի նախագահ, Վահե Գրիգորյանը փոխնախագահ, այսինքն 3+2 5 ստացան, իսկ սահմանադրական դատանը կազմված է 9 դատավորից, որոշումների ընդունման համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն, որ պահին այդ 5 կողմ ձայնը ստացան, իսկ այդ դատավորները ընտրվել են սեպտեմբերի 15-ին, այդ 3 դատավորները, սեպտեմբերի 15-ին իրենք արդեն ունեին անհրաժեշտ քվե ՍԴ-ում ցանկացած որոշում իրագործելու համար, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Այսինքն, երբ որ զավթեցին իշխանության այս օղակը եւ արդեն վստահ են, որ պատերազմից հետո ցանկացած փաստաթուղթ, ցանկացած կապիտուլյացիա սահմանադրական դատանը կտա եզրակացություն, որովհետև մինչ այդ պարզ էր, որ նախորդ կազմը դատարանի, որը առաջին հերթին ապա քաղաքական էր, այնտեղ բոլորը պրոֆեսիոնալ դատավորներ էին, բացի դրանից դուրս էին գտնվում իրենց քաղաքական վերահսկողությունից, ակնհայտ էր, որ այդ մարդիկ իրենց պրոֆեսիոնալ պատկերացումներից ելնելով ու նաև հայրենասիրական, պետական մտածողության ոչ մի դավաճանական գործարքի մասնակից չեն լինելու։ Բերեցին այս դավաճաններին, լցրեցին դատարան, որ պահին այդ գործընթացը ավարտեցին, անմիջապես սկսվեց պատերազմը։ Արման Դիլանյանը դատարանի նախագահը իրեն հռչակի հոկտեմբերին, իսկ արդեն նոյեմբերի 9-ին ստորագրել են կապիտուլյացիոն հայտարարությունը։ Ամեն ինչ պարզ էր, մնում էր գալ հասնել սահմանադրական դատարան։ Եվ եկան հասան սահմանադրական դատարան։ Իսկ ինչ վերաբերմունք է ունեցել Նիկոլ Փաշինյանը սահմանադրական դատարանի վերաբերյալ։ Ուրեմն 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել առաջին հանդիպումը Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ Շարլ Միշելի ուրեմն մասնակցությամբ։ Մինչ այդ պատերազմից հետո նրանք 2 հանդիպում են ունեցել, Փաշինյանն ու Ալիևը ֆիզիկապես իրար հետ հանդիպել են ուղիղ հանդիպման ձևաչափով 2 անգամ 21 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում եւ 21 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում։ Եվ այդ նոյեմբերի 26-ի հանդիպումից մի քանի օր հետո սրանք Բրյուսելում առաջին անգամ հանդիպում են իրար արդեն Շարլ Միշելի հովանու ներքո։ Ինչ եմ սա ընդգծում, որովհետեւ դրանից հետո նրանց բոլոր հանդիպումները, այդ թվում սահմանային հանձնաժողով ստեղծելու հանդիպումը եղել է միայն Բրյուսելում, միայն Շարլ Միշելի հովանու ներքո։ Մինչ այդ 2021 թվականի մարտին Իլհամ Ալիևը արդեն հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ ընդունի նորը։ Նմանատիպ մի հայտարարություն էլ նա արել էր
սեպտեմբերի 2021 թվականի եւ ահա դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը Շարլ Միշելի հետ հանդիպումից հետո վերադառնում է Հայաստան եւ սկսում է քաղաքական հանդիպումներ, այսինքն արդեն պայմանավորվածությունը կա Եվրամիության հովանու ներքո, որը Եվրամիությունը միջազգային մանդատ չուներ այս գործընթացում, բանակցային գործընթացում առհասարակ եւ փաստորեն գալի հանդիպում է իր խմբակցության падգամավորների հետ, հանդիպմանը հրավիրում ընդդիմադիր քաղաքական ուժերին, քաղաքական խմբակցություն, նրանք մերժում են այդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ եւ ահա ուշադրություն 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Սահմանադրական դատանի դատավորների հետ։ Այդ քննարկմանը մասնակցել են դատավորներ Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունկարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը։ Չեն մասնակցել երկու դատավոր՝ Հրայր Թովմասյանը եւ Արևիկ Պետրոսյանը։ Արևիկ Պետրոսյանի որպես դատավորի լիազորությունները ապօրինաբար կրճատել են, դրա փոխարեն դատավոր են ընտրել Սեդա Սաֆարյանին, իսկ նախորդ Արայիկ Թունյանին ուղարկել են Եվրասիական տնտեսական միությունում դատավոր, նրա փոխարեն ընտրել են այլ դատավոր, այսինքն Աշոտ Խաչատրյանի գնացել է իր լիազորությունները, նրան էլ ժամկետի շուտ կրճատվել, ընտրել են իրենց համար վստահելի դատավորությունից մեկը այս գործով զեկուցող դատավորը, ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը Դավիթ Խաչատուրյանը, որը նաև մինչ այդ աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում, այդ թվում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը։ Եվ ահա Սահմանադրական դատանում այդ հանդիպման օրը դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է նոր որոշում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, երբ որ մինչ այդ ինքը 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, այսինքն մինչև պատերազմը, արդեն իսկ ստեղծել էր Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։ Բայց Իլհամ Ալիևի եւ այս գործընթացների զարգացման արդյունքում նա ստեղծում է նոր Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը սկսում է արդեն, քանի որ 23 թվականից սկսվում է նոր գործընթացը Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու, արդեն շրջափակումն է 22 թվականի դեկտեմբեր անցել է, 22 թվականի դեկտեմբերից սկսել է Արցախի շրջափակումը, արդեն Սահմանադրական դատանի նշանակությունը մեծացել է Նիկոլ Փաշինյանի համար եւ 2023 թվականի փետրվարի 6-ին նա այցելել է Սահմանադրական դատարան մասնակցելու Սահմանադրական դատանի կազմավորման ուշադրություն 27 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ դատարանի նիստերի դահլիճում Նիկոլ Փաշինյանը որպես կառավարության ղեկավար ընդամենը դատավարության կողմ է եւ ինքը պետքա ոտքի կանգնի, եթե դատարանը մտնում է այդ նիստերի դահլիճ, բայց այնտեղ ճիշտ հակառակն է։ Սահմանադրական դատանի դատավորները ոտքի են կանգնում, երբ որ Նիկոլ Փաշինյանը մտնում է դատարան, Սահմանադրական դատարան, որի դատավորների հետ ինքը արդեն խորհրդակցություն էր առել դեռ 21 թվականին։ Նույն կերպ Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարի, այսինքն այս տարի փետրվարի 9-ին նույնպես այցելել է Սահմանադրական դատարան նշելու Սահմանադրական դատանի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառում։ Մեկի մոտ հարց է առաջանում, օրինակ 2021 թվականին էր Սահմանադրական դատանի 25-ամյակներ։ Ինչի՞ չէիր այցելում շնորհավորելու Սահմանադրական դատարանին։ 2022-ին ինչի՞ չես այցելել։ 2020-ին ինչի՞ չես այցելել, երբ որ Սահմանադրության հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունման 25-ամյակներ եւ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպված մինչև պատերազմը։ Այդ ժամանակ իրան հետաքրքիր չէր Սահմանադրական դատարանի հետ, ինքը գործ չուներ։ Իր հետ գործ առաջացել է Իլհամ Ալիևի պահանջներից հետո, իսկ սա կանոնավոր եւ 23 եւ 24 թվականին այցելել նշելու Սահմանադրական դատարանի կազմավորման հոբելյանական 27-րդ եւ 28-րդ տարեդարձները։ Հիմա գանք, այսինքն ինչ ունեցանք այս պայդրությամբ Սահմանադրական դատարանում ապօրինի իշխանազավթում, որտեղ 9 դատավորներից ըստ էության միակ օրինական կարգավիճակը ունի Հրայր Թովմասյանը։ Մնացած բոլորը այնտեղ հայտնվել են սահմանադրական հեղաշրջման, ապօրինի, հանցավոր գործունեության հետևանքով եւ դրա համար իրանք շուտ ուշ պատասխանատվության են ենթարկվելու, որովհետեւ չեն կարող ասեն, դե մենք ինչ մեղք ունենք, մեզ ընտրել են, որովհետեւ իրենք իրավաբաններ էին եւ շատ լավ պետքա հասկանային մասնագիտորեն, եթե նրանք հանձն են առնում իրենց իրավաբանական գիտելիքները այն մասիճան են գնահատում, որ կարող են իրենց համար է հավակնել
բարձր դատանի դատավորի պաշտոնը զբաղեցնելու նշանակում է իրենք ունեն ինքնագնահատման բավարար մակարդակ իրենց իրավական գիտելիքների, որը պետքա թույլ տար իրանց հասկանալու, որ իրենք այնտեղ են գտնվում ակասահմանադրական ապօրինի հանցավոր գործողությունների հետևանքով։ Եվ եթե համաձայնել են մասնակցել այդ գործընթացին, ուրեմն ներգրավել են, ներքաշվել են սահմանադրական կարգի տապալման հանցավոր խմբի գործողությունների կազմում, դարձել են հանցախմբի անդամներ եւ իրենք են կայացրել պետությունը թշնամուն հանձնելու այս ապօրինի որոշումը։ Հիմա գանք այս որոշմանը։ Ուրեմն այս որոշումը ըստ էության դատարանում քննարկման առարկա չպետք է դառնար երկու պատճառով։ Առաջին պատճառներից մեկը այն է, սա ես էլի եմ ասել, բայց հիմա էլ եմ կարծում, որ արժե այս թեմատիկ զրույցի շրջանակում դրան անդրադառնալ, որ տևական ժամանակ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում սահմանադրական դատարան ուղարկվող գրությունները։ Ընդհանրապես չի ստորագրում։ Այդ գրությունների ներքևի անկյունում գրված է ստորագրված է էլեկտրոնային ստորագրությամբ։ Բայց սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը պահանջում է, որ դատարանում քննության առարկա կարող են լինել միայն պատշաճ ձևով ներկայացված դիմումները, իսկ պատշաճ են համարվում գրիչով ստորագրված դիմումները, որովհետև սահմանադրական դատարանը չունի որևէ որոշում, որով որ էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված գրությունները համարվեն դատարանի պահանջներին բավարարող դիմում։ Եվ այս կապակցությամբ սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը, որ մտնեք հիմա սահմանադրական դատարանի կայք, ես զուգահեռ բաց եմ պահել բոլոր էջերը, կոչվում է concord.am։ Եվ այնտեղ մտնեք ՍԴ որոշումներ բաժինը, ինչքան միջազգային պայմանագրի վերաբերյալ որոշում կա, բոլորին դրած է սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը, որով ինչ ասում է, եթե դիմումը ստորագրված չի, ուրեմն դա դիմում չի, իսկ եթե դիմում չի, ուրեմն սահմանադրական դատարանում քննության առարկա չի կարող դառնալ։ Ընդհանրապես պետք է դատարանը դրան չանդրադառնալ։ Եվ տեսեք ինչն է հետաքրքիր, որ քանի որ Երվանդ Խունդկարյանը բոլոր այս միջազգային պայմանագրերի վերաբերյալ նման հատուկ կարծիք է գրում, որպեսզի այս անգամ չգրի, չնայած որ սեպտեմբերի 10-ին դեռ աշխատանքի էր, աշխատակարգային նիստին մասնակցել է, որով այս գործը ընդունվել է վարույթ, 14 օր հետո, երբ որ արդեն դատաքննության օր լիներ, ինքը դատաքննությանը չի մասնակցել, որովհետև գտնվել է արձակուրդ։ Սա այն դեպքում, երբ որ սահմանադրական դատարանը ամբողջ կազմով, ամբողջ ամառ մոտ 2 ամիս եղել են արձակուրդում։ Այդ թվում նաև Երվանդ Խունդկարյանը։ Ու պարզ է, արդեն մենք երեխա չենք, միամիտ չենք, ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, որ իմանալով նրա սկզբունքային դիրքորոշման մասին, որ նա գրում է հատուկ կարծիք, որպեսզի այս գործի վերաբերյալ չգրի, նրան ուղարկել են արձակուրդ։ Բայց Հրայր Թովմասյանն իր հատուկ կարծիքում դա նույնպես անդրադարձել է։ Երկրորդը, այս որոշման քննության համար, միջազգային պայմանագրերի համար, սահմանադրական դատարանի մասին օրենքը նախատեսում է 3 ամսվա ժամկետ, այսինքն դատարանը կարա հարցը քննի, ուսումնասիրի, նախապատրաստվի 3 ամսվա ժամկետում։ Որպես կանոն, սահմանադրական դատարանում, եթե միջազգային պայմանագրեր են գալի դիմումներ կառավարությունից, հենց այդ եռամսյա ժամկետում էլ դրանք քննարկում են ու որոշումներ են կայացում։ Բայց այս գործի հետ կապված որոշումը կայացրել աշխատակարգային կարգով սեպտեմբերի 10-ին որոշել են, որ դատաքննության օր նշանակել ոչ թե 3 ամիս հետո կամ 2 ամիս, 2.5 ամիս հետո, այլ ընդամենը 14 օր հետո, 2 շաբաթ հետո։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այդ օրը դա 2024 թվականի սեպտեմբերի 24-ն էր, համընկել է Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման օրվան։ Ակնհայտ է, որ պետությունների ղեկավարների միջև հանդիպումները նախապես են պլանավորվում մի քանի ամիս անգամ կամ օրեր առնվազն առաջ, եւ հատուկ է սահմանադրական դատարանը ըստ էության իմ խորին համոզմամբ, իմանալով այդ հանդիպան մասին, ենթարկվելով քաղաքական որոշմանը, դատաքննության օր նշանակել Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպման օր։ Իդեպ ասեմ, որ ժամային գոտիների տարբերությունը Հայաստանի եւ Նյու Յորքի մեջ այնպիսին է, որ Հայաստանի ցերեկը սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում սեպտեմբերի 24-ը դառնում դրանից 12 ժամ հետո, մոտավորապես 10-12 ժամ հետո։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը արդեն տեղեկացված է եղել,
թե ինչ որոշում է կայացնում Սահմանադրական դատարանը, եւ նա ստանալով Ռեջեփ Թայիփ Էրդողանից ավելի արդար կյանքի վերաբերյալ գիրքը, նրան է ըստ էության տեղեկացնում Հայաստանի Սահմանադրական դատարանի ապօրինի որոշման մասին, որը ի դեպ անկախության հռչակագրի վերաբերյալ մեկնաբանություններում առանց չգիտես ինչին է դա իրենց վերաբերում, անդրադարձ կա նաև հայոց ցեղասպանության խնդրին, ինչը որ չափազանց կարևոր է Թուրքիայի նախագահի համար։ Մյուս հարցը, որ այս ռեկորդային արագությամբ ՍԴՄ որոշումը կայացրել միջազգային պայմանագրի, նման ռեկորդ մի անգամ էլ ա եղել 4 օրյա ժամկետ, այսինքն եթե 14 օր էր, ընդ 4 օր էր, դա էլ վերաբերում էր Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը վերաբերող միջազգային պայմանագրին։ Սա ինչ է ապացուցում, որ Սահմանադրական դատարանի որոշումները ակնհայտորեն ունեն քաղաքական բովանդակություն, քաղաքական ենթատեքստ։ Այսինքն որ պահին, որ իշխանություններից պետք է քաղաքական որոշում կայացնել, իրանք անմիջապես լծվում են այդ քաղաքական որոշումների կայացմանը։ Ուրեմն հիշեցնենք նաև, որ այս կազմը դատարանի գրեթե ամբողջությամբ այն նույն կազմն է, մեկ դատավորի փոփոխություն ա եղել կամ երկու, որը 2023 թվականին հավանություն տվեց խախտելով Սահմանադրությունը, խախտելով Սահմանադրական դատարանի 2004 թվականի որոշումը, Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշում կայացրեց այն համապատասխան համարելով Հայաստանի Սահմանադրությանը, ինչը որ ուներ ակնհայտ կրկին քաղաքական եւ աշխարհակաղակական կարևոր բաղադրիչ։ Հիմա ինչ լիազորություններ ունի Սահմանադրական դատարանը միջազգային պայմանագրերի իմաստով, որ նախ մեր երկրում կան միջազգային պայմանագրերի երկու խումբ դասակարգում են երկու խոշոր խմբերի։ Մեկը դա վավերացման ենթակա միջազգային պայմանագրերն են, մյուսը վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրեր։ Այսինքն կան պայմանագրեր, որոնք ուղղակի կառավարության առաջարկությամբ հանրապետության նախագահը ստորագրում եւ հրապարակում է։ Դրանք վավերացում չպահանջող են։ Իր բովանդակությամբ, իր բնույթով այս սահմանային հանձնաժողովի կանոնակարգը այդ տիպի փաստաթուղթեր, այսինքն դա վավերացում չի նախատեսում, դա չպետք է գար առհասարակ Սահմանադրական դատարան, դատարանը ընդհանրապես պիտի վարույթ չընդուներ, դա իր բովանդակությամբ այդպիսի փաստաթուղթ է։ Իսկ եթե Սահմանադրական դատարան են գալի առհասարակ այն միջազգային պայմանագրերը, Սահմանադրությունը դրանք նախատեսում է, եւ Հրայր Թոմասյանը իր հատուկ կարծիքում նշում է, որ այս պայմանագիրը վավերացման ոչ ենթակա պայմանագիր է եւ պետք է հետ վերադարձվեր։ Իսկ միջազգային պայմանագրերի համար Սահմանադրական դատարանը հոդված 74 ասում է, թե ինչ որոշումներ պետք է կայացնի, ասում է, սույն հոդվածում նշված գործերով, այսինքն միջազգային պայմանագրերի գործով, Սահմանադրական դատարանը ընդունում է հետեւյալ որոշումներից որևէ մեկը, սահմանում է։ Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ասում են, որ դա համապատասխանում է Սահմանադրությանը, միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին։ Եթե միջազգային պայմանագիր էապես շոշափում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները, ապա Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը դրա վերաբերյալ պետք է համապատասխան նշում պարունակի։ Սահմանային այս հանձնաժողովների որոշման վերաբերյալ որևէ այդպիսի նշում չկա, եւ իրենք կարող էին ընդհանրապես ասել, դա համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ։ Այդ իրավունքը ունեին, եթե դա իհարկե վավերացման ենթակա փաստաթուղթ է։ Բայց սրանք նստել մի շարադրություն են գրել, որը մի հեքիաթներ, մի պատմություններ, մի հերը տղուն ուտելու, եսիմ ինչ բացատրություններ, եսիմ ինչ այլաբանական մեկնաբանություններ, որոնք որ այդ տիպի որոշումներում առհասարակ չպետք է լինեին եւ չեն էլ եղել։ Այդ նույն Սահմանադրական դատարանի կայքը, որ մտնեք նայեք, այնտեղ տասնյակ միջազգային պայմանագրերի վերաբերյալ Սահմանադրական դատարանը որոշումներ կայացրել է։ Ոչ միտեղ այտենց պատճառաբանական մասեր, ՍԴ-ի դիրքորոշում, ոչ միտեղ չկա։ Ամենտեղ նույն բանն է, նույն ձևով, բոլորը առանց բացառության։ Սահմանադրական դատարանը այս ինչ որ էս կազմով գրավոր ընթացակարգով քննության առավ այս ինչ միջազգային պայմանագիրը, որի առաջին հոդվածում սա է գրած, երկրորդում սա, 10-րդում սա, Սահմանադրական դատարանը դա համարում է Սահմանադրությանը համապատասխանում։ Բոլոր որոշումները միջազգային պայմանագրերի վերաբերյալ այդպես են գրված։ Այս Սահմանադրական դատարանի դիրքորոշում, Սահմանադրական դատարանի համար էական հանգամանքներ եւ այլն, սրանք ըստ էության կայացվող որոշումներին են վերաբերում։ Այսինքն, երբ որ դիմումներ կան
քաղաքացիներից, դատարաններից, մարդու իրավունքների պաշտպանից, հանրապետության նախագահից եւ այլն։ Միջազգային պայմանագրերի վրա նախադեպ գոյություն չունի, որ սրանք այդպիսի դիրքորոշում արտահայտվեն։ Ուրեմն ուրիշ ինչ առանձնահատկություններ կա, որ բոլոր դեպքերում ուրեմն պատճառաբանական մասեր չկան, ասեցի, որ սա բացառիկ դեպք է, երբ որ պետության հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, բայց փաստաթուղթ է գնում վավերացման ազգային ընթացակարգով, նման նախադեպ նույնպես գոյություն չունի, ուղիղ համընկնում է այս գործընթացը Իլհամ Ալիևի եւ ձևակերպումները Սահմանադրական դատանի որոշման այդ ցնդաբանական չի կարելի դա պատճառաբանական ասել, ավելի ճիշտ է ասել ցնդաբանական մասերում ուղիղ բառացի կամ բովանդակային իմաստով համընկնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունների։ Այսինքն սրանով ակնհայտ է դառնում, որ այս որոշումը իրավական որոշում չի եւ իր բնույթով քաղաքական է, թշնամուն ծառայելու իմաստով։ Որոնք են այս որոշման հիմնական խնդիրները։ Անդրադարձ չի էլ այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ։ Ուրեմն կանոնակարգի ստորագրման առաջարկությանը կառավարությունը հավանություն է տվել ուշադրություն 2024 թվականի օգոստոսի 8-ին թիվ 1225 ա որոշմամբ իսկ վարչապետը լիազորագիր է տվել Մեհեր Գրիգորյանին ստորագրելու այդ կանոնակարգը ուշադրություն 2024 թվականի օգոստոսի 19-ին էլ 28 լիազորագիրը Ինչն է հետաքրքիր, որ այդ լիազորագիրը գործի փաթեթը, որ ուղարկել են Սահմանադրական դատարան, դա իր մեջ չի ներառել։ Սահմանադրական դատարանից լրացուցիչ հարցում են արել այս 14-օրյա կարճ ժամկետում կառավարությանը, նոր են տվել, որ Մեհեր Գրիգորյանը լիազորագիր։ Վստահ եմ, որ այդ լիազորագիրը տրված է հետին թվով։ Ներքին համոզմունքն է իմ, որ այդ լիազորագիրը տրված է, Մեհեր Գրիգորյանը ի սկզբանե լիազորված չի եղել, այլ որ քրեական վարույթը նախաձեռնվի Կառավարության արձանագրայինի աշխատողներին կանչենք նորմալ սկսեն իրանք որպես վկա իրանք բացատրությունները տալ վստահ եմ որ շատ սիրուն գրելու են թե ոնց է եղել երբ են հանձնարարել որ իրանք հետին թվով լիազորագիր նախապատրաստեն տան վարչապետի ստորագրությանը որովհետև մինչ այդ ես ինքս իմ եթերներում հարցազրույցներում ասել եմ որ միջազգային պայմանագրերի մասին օրենքի խախտումով է դա եղել եւ Սահմանադրական դատարանը ֆիքսում է որ գործի փաթեթի մեջ լիազորագիր չի եղել այսինքն եթե ի սկզբանե լիներ գործի հետ պիտի ներկայացնեն։ Ինչ է ֆիքսել նաև Սահմանադրական դատարանը, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ադրբեջանական կողմը չի ավարտել կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգը։ Հետաքրքիր այստեղ մի բան։ Օրինակ ինչի են գրել սեպտեմբերի 12-ին։ Եթե իրանք գործը վարույթը սկսել են ամսի 10-ից, պիտի որոշումը կայացնեին ամսի 24-ին Հրապարակել են դա ընդհանրապես ամսի 26-ին, 27-ին դրել են կայքում, ինչի է ֆիքսվել ամսի 12-ի դրությամբ։ Սա ինչ է հուշում։ Իսկ պիտի որոշման ընդունման օրվա դրությամբ ասեին Ադրբեջանում դա արվել է թե չէ։ Կամ ասենք ինչ գիտեք Ադրբեջանում արվել է թե չէ։ Հարցում ադրբեջանական կողմին չի արվել։ Նախ մամուլից պարզ է դառնում, որ Ադրբեջանում այս գործընթացը ոնց որ հասկանում եմ ոչ է սկսել է։ Եվ քիչ առաջ ասեցի, որ ամենայն հավանականությամբ ոչ էլ կսկսի ու իրանք ֆիքսել են, որ Ադրբեջանում այս գործընթացը չկա այն ինչ որ իրանք անում են, այսի շատ կարևոր է։ Ու նաև ամսաթիվը։ Սա նշանակում է, որ այս որոշումը արդեն ամսի 12-ի դրությամբ գրած պատրաստ է եղել։ Ուղղակի թափթփվածության հետևանքով մոռացել են վերջին խմբագրություններ անեն եւ հրապարակման ժամանակ դե մի քիչ հուզված են, չէ՞, ցանկացած հանցագործ, եւ որ հանցագործություն անում, իր մեջ այտենց սառնասրտության պահը դադարում է, որոշ էմոցիոնալ բան հուզմունքներ լինում է։ Մոռացել են երևի խմբագրություն անեն, գրեն ամսի ընդհանրեն 14-ի դրությամբ, 12-ն են ֆիքսել։ Չէ, 24-ին են որոշումը կայացրել։ Սույն գործով առանձին գլուխ կա որոշումը։ Սույն գործով պարզման ենթակա հանգամանքներ։ Նման ձևակերպում չկա Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերին վերաբերող որևէ այլ որոշման մեջ։ Եվ ո՞րն է սրանց համար կարևոր հանգամանքը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված բնագիրը Գերագույն խորհրդի կողմից ընդունվել 90 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, այսօր նաև հռչակագիրը հիշատակված է 95 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրության։
Այսինքն շատ հստակ է գրած, թե որոնք են կարևոր հանգամանքները եւ ելի ամենակարևորներից հաշվի առնելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշումը, որը հիշատակված է այս կետում։ Եվ Սահմանադրական դատարանը ասում է, որ անհրաժեշտ է համարում պարզել, թե որքանով է կանոնակարգով նախատեսված այս տարածքի Հայաստանի Հանրապետության տարածքի որոշման հիմքում դրված սկզբունքը 91 թվականի Ալմատայի հռչակագրի իմաստով գոյություն ունեցող սահմաններ համապատասխանում սահմանադրությանը։ Այսինքն իրենց առջև դրել են խնդիրներ, որոնք այս կանոնակարգի հետ որևէ կապ չունեն։ Այսինքն կանոնակարգը համարել են պատճառ առիթ անդրադառնալու սրբության սրբոցին, անկախության հռչակագրին եւ դրա հատկապես կարևորագույն բաղադրատարին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման համատեղ որոշմանը, որը հիմք է հանդիսացել աշխարհում գոյություն ունեցող եւ ներկայումս գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետություն անվանումով պետության ստեղծման եւ գոյության համար։ Եվ դրան անդրադառնալ նշանակում է քանդել, ոչնչացնել այդ պետությունը։ Սահմանադրական դատանի դիրքորոշում առանձին գլուխ կա այդ որոշման մեջ, որը չկա, նորից եմ կրկնում, սա նույնպես չկա միջազգային պայմանագրերին վերաբերող Սահմանադրական դատանի որևէ այլ որոշման մեջ։ Եվ ինչին են անդրադառնում, ասում է անհրաժեշտ է առաջին հերթին համեմատական վերլուծության ենթարկել հռչակագրի եւ 95 թվականի Սահմանադրության տեքստերը, որոնք պարունակում են շարադրանքի մի շարք ակնհայտ տարբերություններ։ Հիմա ես ում հասկանամ, ով է իրավունք տվել Սահմանադրական դատարանի նման վերլուծություն իրականացնել, տեքստերի համադրություն իրականացնել, տարբեր իրավական, աստիճանակարգային նշանակություն ունեցող իրավական ակտերի։ Թե ինչ լիազորություններ ունի Սահմանադրական դատարանը, դա հստակ սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168 հոդվածով Սահմանադրական դատանի լիազորությունները։ Ես կխնդրեմ այդ Սահմանադրական դատանում հայտնված այդ տեսակներին, որոնք արտաքնապես մարդուն բավականին նման են, մի հատ կարդ անեց Սահմանադրության այն հոդվածը հիշատակված, որը վերաբերում է Սահմանադրական դատանի լիազորություններին եւ այնտեղ ինձ ցույց տան կամ Հայաստանի ցանկացած քաղաքացու, թե որտեղ է գրած, որ Սահմանադրական դատարանը դա, ասենք, գիտական մարմին է, պետք է սկսի իրավական ակտերի համեմատական վերլուծություն իրականացնել։ Նման իրավասություն Սահմանադրական դատարանը առհասարակ չունի։ Հետևաբար սրանք այս առիթը օգտագործել են այդ տխմարությունը անելու, ում է հետաքրքիր ձեր հարաբերությունները, այս բառը նման այն բառը նման, ու ինչն է հետաքրքիր, որ այդ համեմատական վերլուծության մեջ էլ իրենց տեսակետները ուղիղ համընկնում է Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը, երբ որ օգոստոսի 23-ին այս տարվա անկախության հռչակագրի ընդունման օրը ուղերձում ասաց, որ հռչակագրի 5-րդ կետը, որը վերաբերում է զինված ուժերին, չի համապատասխանում հիմիկվա կարգավորումներին, այդ նույն բանին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը։ Այսինքն ակնհայտ է, որ սա քաղաքական պատվերի իրագործում է։ Եվ ինչ ասում, որ հռչակագրում նշված որոշ դրույթներ, որոնք լայն համատեքստում կարող են որպես նպատակներ պարունակող դրույթներ դիտարկվել, չեն ամրագրվել Սահմանադրության եւ դրա հետագա փոփոխություն։ Մասնավորապես սակայն սահմանափակվելով միայն ըստ նորից են գնում 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշում եւ 18 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների վերաբերող որոշում։ Այսինքն ասում են, այն ինչ որ անկախության հռչակագրից չի արտագրվել Սահմանադրության մեջ, ուրեմն դա իր իրավական արժեքը կորցնում է։ Այդ դեպքում ես այդ դատավոր ասելը դրանց համար մի քիչ շատ շռայլություն է, ավելի շատ բնորոշ է ինձ թվում է հանցավոր բառ, այսինքն Սահմանադրական դատանի հանցավորներ, սա պայմանական ասես կարելի ասել։ Ես ուզում եմ սրանց հələ հարցնել, ասել, բայ եթե դա այտենց է, հələ մի հատ մտեք Սահմանադրական դատանի կայք։ Սահմանադրական դատանի կայք, որ մտնում են, կա նորմատիվ իրավական ակտեր։ Նորմատիվ իրավական ակտեր բաժնում ամենաբարձր տեղում գրած է Հայաստանի անկախության մասին հռչակագիր,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարանի մասին եւ ՍԴ աշխատակարգ ըստ աստիճանակարգերի այն իրավական ակտերը, որոնցով Սահմանադրական դատարանը պիտի առաջնորդվի, աստիճանակարգերով նշված է դրա ամենավերևի մասում արդարացիորեն նշված է անկախության մասին հռչակագիրը։ Այսինքն Սահմանադրական դատարանի խնդիրն է ոչ թե իրականացնես իրավական ակտերի դրույթների վերլուծություն, արտագրություն ա եղել, արտացոլվել է, նրանցից ամեն մեկն ունի առանձին իրավական արժեք, ամեն մեկը ընդունվել է որոշակի հանգամանքներում, ամեն մեկն ունի իր պատմական արժեք, ասենք օրինակ Սահմանադրությունը միշտ կարա փոփոխությունների ենթարկվի, բայց անկախության հռչակագիրը չի կարա փոփոխությունների ենթարկվի։ Եթե անհամապատասխանություն գոյություն ունի Սահմանադրության եւ անկախության հռչակագրի միջեւ, եթե որևէ մեկը գտնում է որ կա, ուրեմն պետք է այդ անհամապատասխանությունը վերածվի Սահմանադրության մեջ, այլ ոչ թե անկախության հռչակագրի, որտեղ հռչակագիրը չփոփոխվող փաստաթուղթ է։ Հռչակագրով պետությունը հիմնվում է։ Այդ Սահմանադրությունը, որ ընդունվել է, դա միայն Սահմանադրի ցանկությունը չէր ընդունել Սահմանադրություն, դա նաև հռչակագրի պահանջն է, ասում է այսուհետ, եթե կընդունվի Սահմանադրություն կամ Սահմանադրության մեջ կատարվեն փոփոխություններ, պետական մարմինների գործունեությունը, օրենսդրությունը, ամեն ինչը պետք է համապատասխանեցվի անկախության հռչակագրին։ Այլ ոչ թե ասես, եթե անկախության հռչակագրի դրույթները այնտեղ օրենքում կամ Սահմանադրության մեջ արտացոլված չեն, ասենք մի հատ ինչ-որ օրենքում, ուրեմն քանի որ այդ օրենքում չկա, ուրեմն անկախության հռչակագիրը իր նշանակությունը կորցնում է։ Նման տեսակետ կարող է ունենալ կամ տգետը կամ գիտակից դավաճանը։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Սահմանադրական դատարանի հանցավորները իրավունք ունեն ընտրություն կատարել այդ երկու դասակարգումների մեջ։ Կարող են լինել նաև երկուսին էլ հավանություն տվողներ։ Ուրեմն այստեղ հիմք ընդունելով անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ։ Ով է քեզ ասել, ով է քեզ այդ իրավունքը տվել։ Եվ ասեմ, որ Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը, որը Սահմանադրական դատարանի կայքում կա, շատ հստակ այդ բոլոր արձանագրումները արվել է եւ դրանցով գալիս են եզրակացության, որ Սահմանադրական դատարան ըստ էության հրաժարվել է Սահմանադրական արդարադատությունից, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, որ կայացած որոշումը հակասահմանադրական է, խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ այլն, խախտում է Սահմանադրական դատարանի մեկ այլ որոշում, ինչը որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանը պետք է առաջնորդվի, մասնավորապես օրինակ 2010 թվականի հունվարի 12-ին ՍԴ 850 որոշման, որով որ Սահմանադրության համապատասխանող է ճանաչվել հայ-թուրքական արձանագրությունները, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին, այնտեղ ասվել է, որ իրավական կիրառողները ինչպես նաեւ միջպետականորեն չեն կարող մեկնաբանվել այդ պայմանագրությունները եւ կիրառվել այնպես, որը կհակասի Սահմանադրության նախաբանիկ դրույթներին եւ ուշադրություն Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջների 11-րդ կետը վերաբերում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման Հայաստանի հանձնառության։ Այսինքն Սահմանադրական դատարանը մինչ այդ ասել առանց այդ այլաբանությունների, առանց անկախության հռչակագրի վերաբերյալ իր մեկնաբանությունները տալու, համեմատություն կատարել եւ հիմա սրանք ասում են մենք սա անում ենք առաջին անգամ։ Դուք առաջին անգամ կարաք ղալլաթ անեք։ Ձեզ ով է իրավունք տվել առաջին անգամ կամ երկրորդ անգամ որևէ առնչություն չունեցող փաստաթղթի հետ կապված նման եզրահանգումներ։ Սա ակնհայտ է, որ ընդամենը Իլհամ Ալիևի պահանջը եւ հստակորեն այս բոլոր թերությունները, բոլոր ձևակերպված են Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքում եւ ընդ նաեւ ինչա գրած, ասում եմ հռչակագիրը վերածելու է, ասում եմ, տեսեք մեջբերում Սահմանադրական դատարանի որոշումից, էլ է դրանց այլաբանական ցնդաբանությունը։ Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված Սահմանադրական երկիշխանության վտանգ է տեսնում։ Ինչ անշում Սահմանադրական դատարանի մեծամասնությունը։ Այսինքն Սահմանադրական դատարանում փոքրամասնություններ կան։ Այդ փոքրամասնությունները ինչին են վերաբերում, ասենք օրինակ սեռականին վերաբերում են, թե չէ, սեռական փոքրամասնություններին, թե գաղափարական փոքրամասնություններ են, թե ինչ փոքրամասնություններ ու մեծամասնություն։ Դատարանը կայացնում է որոշում։
Եվ դատարանի կայացած որոշումը դատարանի անունից է, ով որ ունի հատուկ կարծիք, այդ կարծիքը գրել է։ Այս որոշումից տարբերվող կարծիք ունի միայն Հրայր Թովմասյանը։ Մնացածը դուք ինչ փոքրամասնություններ կան ընդ, ես չգիտեմ, լավ կլինի դատավորները հերթով ասեն, թե իրանք կոնկրետ որ փոքրամասնություններին են պատկանում։ Եթե իհարկե պատկանում են, բայց դե գել են որ մեծամասնությունը, դե մեծամասնության մեջ ովքեր են։ Անկախության մասին հռչակագրի հետ կապված սահմանադրական երկիշխանության վտանգ է տեսնում եւ կարծում է, որ այդ երկիշխանությունը ճակերտներով հռչակագիրը վերածելու է զավակին խժռող ծնողի։ Ես էլի եմ ասել, ուզում եմ անամ այդ մեծամասնություն կազմող ՍԴ դատավորներից որ մեկի մոտ է ցանկություն առաջացել, որպես ծնող խժռելու իր զավակին։ Օրինակ ինձ հետաքրքիր է այդ զեկուցող դատավորները 3-ն են։ Նրանցից մեկը ամուսնացած չի, երեխաներ չունի, Էդգար Շաթիրյանը։ Այդ չի ամուսնացել, որովհետև անհանգիստ է, որ եթե երեխաներ ունենա, կարող է խժռի իր որդիներին։ Օրինակ մյուս երկու զեկուցող դատավորները Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Խաչատուրյանը երբևէ իրենց զավակներին խժռելու ցանկություն ունեցել են, այսինքն այդ ապուշությունը, ցնդաբանությունը, ինչ է խրախուսում սահմանադրական դատանը փաստորեն սահմանում է, որ կարելի է ծնողը խժռի իր զավակին եւ այդ ցնդաբանության հետ կապված շատ հետաքրքիր դիտարկում էր արել իր հատուկ կարծիքում Հրայր Թովմասյան ասելով, որ սահմանադրական դատանի որևէ կազմ որևէ ժամանակահատվածում իրավասուճ է ճակերտներով խժռել Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, շատ լավ իր արձանագրումներով նշելով, որ այդ որոշումը իրականում նշանակում է ոչնչացնել անկախության հռչակագիրը, իսկ ոչնչացնել անկախության հռչակագիրը, կորցնել դրա իրավական արժեքը նշանակությունը, դա նշանակում է կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ որևէ մեկը այդ իրավունքը ուզում է սահմանադրական վարչապետ լինի, ուզում է դատավոր լինի, ուզում է սահմանադրական դատանի պատգամավոր եւ այլն։ Նրանք բոլորը մեկ առաքելություն ունեն՝ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը եւ դրա ժողովրդին, այլ ոչ թե խարխլելու դրա իրավական հիմքերը եւ ոչնչացնելու այդ պետությունը։ Մեր պետությունը ոչնչացնելու մտադրություններ ունեցել են թշնամիները եւ այդ թշնամիներին ծառայող անհատ գործիչները, որոնց վերաբերող իրավակարգավորումը ոչ հռչակագրում է նշված, ոչ սահմանադրության մեջ եւ ոչ էլ սահմանադրական դատանի մասին օրենքում, այլ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Եվ նրանք շուտ ուշ այդ դատարանից սահմանադրական տեղափոխվելու են դեպի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ կարող է երկչանկություն ունենան, որ իրաց վերաբերյալ առաջին դատական վճիռը կկայացնի նորին գերազանցություն մնացը։ Ուրեմն հատուկ կարծիք է գրել նաև դատավորներ Վահե Գրիգորյան ու Դավիթ Խաչատուրյանը։ Սա էլ աննախադեպ մի բան է, որ գործով զեկուցող դատավոր, դեպ ասեմ միջազգային պայմանագիր դեռ չի ել սահմանադրական դատանում, որ գործով զեկուցող մեկից ավելի դատավոր նշանակվել։ Դատանում ամեն գործով զեկուցում է մեկ դատավոր։ Այս գործով 3 դատավոր է նշանակվել, որոնցից երկուսը մեկը ասեցի, այն որ մրցույթներին չի մասնակցում գեղեցկության։ Բայց այս երկուսը Վահե Գրիգորյան, դա Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է, սահմանադրական դատարանը ներսից քանդող հիմնական կերպարներից մեկը, իսկ մյուսը Դավիթ Խաչատուրյանը, դա հակակոռուպցիոն կենտրոնի, հակակոռուպցիոն կենտրոնի կենտրոն չի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Այն նույն Սասուն Խաչատրյանի, որ իր մոտ էր կանչե, հիշում եք այն հեռախոսային գաղտնալսումը Սասուն Խաչատրյանի եւ Արթուր Վանեցյանի, որ պետքա Ռոբերտ Քոչարյանի մյուսներին ձերբակալեին, որ ասում է պարոն Վանեցյան նոր Վահե Գրիգորյան մոտս բառացի չեմ անում էլի մեջբերում, ինչքան որ հիշում եմ։ Այդ դայնագրությունը կա YouTube-ում որ գրեք կբերի։ Նոր Վահե Գրիգորյան մոտս ես իրան ասացի, հիմա ինքը կեթայեսկանի վաղտել ինքը ՍԴ դատավոր չէր։ Այ հիմա այդ նույն Վահե Գրիգորյանը, այդ նույն Սասուն Խաչատրյանի եղբոր հետ, որը նաև Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակից է եղել մինչև ՍԴ դատավորներից հիմնական կարիերան արել ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, այս գործով զեկուցող դատավորներ են ու գործով զեկուցող դատավորները միասին գրել են հատուկ կարծիք։ Ու ինչն է հետաքրքիր, որ սրանք հատուկ կարծիքը օրենքի խախտումով են հրապարակի, այսինքն երկուշաբթի օրը դրանք պիտի հրապարակված լինեին, երկուշաբթի օրը Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը կա, սրանց հատուկ կարծիքը չկա։ Մտնում ես դատարանի կայք,
ցույց է տալի, որ իբր ես սկրինշոթն արի դրել եմ իմ Facebook-յան էջում, որ իբր թե հատուկ կարծիք կա, քլիկ ես անում վրան չի բացում։ Այսօր նոր բացվել է այդ հատուկ կարծիքը, այսինքն երբ է բացվել Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքին ծանոթանալուց հետո։ Սրանք սպասել են, որ Հրայր Թովմասյանի կարծիքը լինի եւ օրենքի խախտումով ներկայացրել իրենց հատուկ կարծիքը, որը բացարձակ անբովանդակ է, ոչ մի նոր բան չի պարունակում, ընդհանրապես գրել են ինչ-որ արտագրություններ Սահմանադրական հանձնաժողովի 95 թվի հանձնաժողովի նիստերից, սղագրություններ եւ այլն։ Ու ինքն է հետաքրքիր, որոնց ասում է, «Էս ինչը սենց ասած, օրինակ Կին Բալայանը սենց ասած, հանձնաժողովի նախագահը սենց ասած»։ Այդ հանձնաժողովի անդամները 95 թվականի սահմանադրությունը ընդունած, նրանց մեծ մի զգալի մասը ողջ առողջ են։ Այդ անկախության հռչակագիրը ընդունած Գերագույն խորհրդի падգամավորների մի զգալի մասը ողջ առողջ են։ Բայց եթե այդ հարցերն եք քննարկում, նրանց խոսքերն ու կարծիքներն եք մեջբերում, դրա այդ մարդկանց ինչի՞ չեք հրավիրում Սահմանադրական դատարանի նիստի։ Այն էլ այն դեպքում, երբ որ Հրայր Թովմասյանը աշխատակարգային նիստում ըստ մամուլի հրապարակումների առաջարկություն արել, որ հաշվի առնելով այս գործի առանձնահատկությունները, հանրային հնչեղությունը եւ մասնակիցների հնարավոր ներգրավվածությունը ենթադրում են այս գործի քննությունը իրականացնել բանավոր ընթացակարգով, այսինքն Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, մամուլի առաջ բաց, ուղիղ եթերում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն են լսել։ Բա կանչեիք այդ ժամանակվա Սահմանադրական հանձնաժողովի անդամներին։ Սահմանադրական հանձնաժողովի նախագահ 95 թվականի Սահմանադրության մշակման եղել է Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բարեբախտաբար մարդը ողջ առողջ է։ Բայց մենք կանչեիք Սահմանադրական դատարան, բանավոր ընթացակարգով նիստ անեք, իր կարծիքը լսեիք, ասեք այդ հռչակագիրը, որ ընդունել եք, ինչ եք նկատի ունեցել։ Այդ անկախության հռչակագիրը Գերագույն խորհրդում կարդացած մարդը, Գերագույն խորհրդի падգամավոր Արամ Մանուկյանը ողջ առողջ է։ Բայց մենք կանչեիք այդ մարդուն, ասեք այդ անկախության հռչակագիրը, որ ընդունել եք, ո՞նց եք ընդունել։ Գերագույն խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը Կին Բալայանը բարեբախտաբար ողջ առողջ է, Սահմանադրական դատարանի դատավոր է եղել։ Բա մի կանչեիք Սահմանադրական դատարան, իր կարծիքներն եք մեջբերում։ Բա ինչի՞ չէիք անցել բանավորը։ Ոչ, պիտի ծածկադմփոցան։ Իրանք իրանցով էսած խելքը նայ։ Էլ չեն իմանում, որ այս ամեն ինչի հետևից գնալու են մարդիկ։ Այսինքն մենք պիտի մեր պետությունը ասես թողնենք Արման Դիլանյանի ու Վահե Գրիգորյանի կամ Սեդա Սաֆարյանի հայացում, որ սրանք տանեն երկիր կործանեն ու ցինիկաբարել այդան հանրային հեռուստաընկերությունից իրանց գարշելի տեսքով իրանց հիմար մտքերը երկնեն ու առանց հասկանալու որ դրանց պատասխանը իրանք շուտ ուշ տալու են։ Ես այդ ամբողջ հատուկ կարծիքը պատմական արկան ու միտեղ ասում է մենք ուսումնասիրել ենք, ընդ որում երկուսը միասին մի հատուկ կարծիք են գրել։ Երբ որ ամեն դատավորը ստեյության առանձին մարդ է, պետք է առանձին իր կարծիքը ներկայացնի, բայց սրանք երկուսով նույն կարծիքն են գրել։ Ու ասում է մի քանի հազար H-նյութ ուսումնասիրել են արխիվային փաստաթղթերից։ Բայց եթե դուք դատաքննության ընթացքում տեսակ, որ ընդ մի քանի հազար էջանոց նյութ կա, որ դրանք պետք է ուսումնասիրվի, վերլուծվի, որոշում կայացնել։ Բայց 14 օրում ինչի որոշեցիք, որ այդ որոշումը պիտի կայացնեք։ Բայց այդ դեպքերում է նախատեսում, որ 3 ամսում պիտի որոշ, բայց 5 էջանոց միջազգային պայմանագրերը, որ առանց ոչ մի բանից շվվցնելով անցկացնում, դրանց համար ինչեք 2 ամիս, 2.5 ամիս, 3 ամիս ժամկետ նախատեսում։ Իսկ ահա մի գործ, որի վերաբերյալ դուք պիտի հազարավոր էջ փաստաթղթերի հետ ծանոթանալ, 14 օրում այսքան հազար էջ դուք կարդացող եք, վերլուծող եք ու դրա հիման որոշում, այսինքն երբեմն էս իրենց գրագրության առանձին տողերի մեջ հնարավոր է լինում բացահայտել ամբողջ դատարկությունը, քաղաքական պատվերն ու նշանակությունը։ Եվ ի՞նչն է հետաքրքիր ամփոփելը, որ սա այն ինչ որ տեղի ունեցել Սահմանադրական դատարանում, դա բացարձակ ապօրինություն է, իշխանազավթման ապօրինության հետևանքով այնտեղ հանգրվանած կազմակերպված հանցավոր խմբի, ենթադրյալ կազմակերպված հանցավոր խմբի անդամների կողմից պետական դավաճանության փաստացի դրսևորումը։ Ես հիմա կարդամ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը նկարագրում է հանցանքի այդ տեսակը։ Ուրեմն քրեական օրենսգիրք հոդված 418 պետական դավաճանություն։ Պետական դավաճանությունը համարվում թշնամու կողմն անցնելը, այս աղի նկարագրությունը, այսինքն դու արտահայտում ես ադրբ թշնամական պետության ղեկավարի Իլհամ Ալիևի պահանջները, նրա տեսակետները եւ անցնենք այն մասը եւ թշնամական գործունեություն իրականացնելու համար
Թշնամուն այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության։ Սա ավելի քան ակնհայտ է, որ Սահմանադրական դատանի կարող են կասել ըստ էության բոլոր դատավորների, Երվանդ Խունդկայանը ինչքան էլ փախած լինի իր հատուկ կարծիքը չգրելու համար ինքն էլ դրա համար է պատասխանատու, որովհետև պարտավոր էր որպես դատավոր մնալ եւ իր պարտականությունները կատարեր։ Բացի Հրայր Թովմասյանից, որ ունի այս որոշումից տարբերվող կարծիք, այնտեղ մնացած 8-ը ամբողջությամբ նույն Երվանդ Խունդկայանը մասնակիորեն 7-ը բացարձակ ճշտությամբ նրանց գործունեությունը համապատասխանում է քրեական օրենսգրքի 418 հոդվածի հատկանիշներին։ Իհարկե, կարծում եմ, որ քրեական իրավունքի մասնագետները այդ գործողությունների մեջ նաև այլ տարեր են գտնելու նրանց գործունեության, մասնավորապես իշխանության ապօրինի զարթում, Սահմանադրական դատանի լիազորություններին ապօրինի տիրանալը, ինչ իրենք իրականացրել են ամեն մեկը իր ժամանակահատվածում, Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր անվանում կրող կազմակերպված հանցավոր ենթադրել հանցախմբի հետ միասին։ Հիմա այս որոշումը ամբողջությամբ ապօրինի է, դատանի լիազորություններից դուրս, այս գործը առհասարակ պիտի վարույթ չլներ, սա կատարվել է ընդամենը պատերազմական հանցագործներ Իլհամ Ալիև եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կատարվել։ Եվ սրա հետևանքները որոնք են։ Եթե սրանք ասում են, որ նույնիսկ այն, որ ճանաչում են Արցախ-Ադրբեջանի կազմում, իսկ այս որոշումը դա է սա։ Արցախը Ադրբեջանի եւ վերջ, առնվազն Արցախ-Ադրբեջանի եւ վերջ։ Ես չեմ ասում, որ սրանով հիմք են ստեղծում այդ անկլավ կոչվող տարածքները Ադրբեջանին հանձնելու համար։ Սա նաեւ ինչ է պարզում, որ եթե 91 թվից էր Ալմատայի հռչակագրից էր եւ դա արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի որպես քաղաքական պաշտոն զբաղեցնողի քաղաքական տեսակետն ու կարծիքն էր, այլ Հայաստանի Սահմանադրական դատանի կողմից ամրագրված որոշում նշանակում է 91 թվից հետո ով գնացել է Արցախ հանցագործություն կատարել, ով, արա ես հիշեցի, Հրայր Թովմասյանը երբ որ կազմակերպել էր մեր Սահմանադրական դատանի պատվիրակության այցելությունը Արցախի Հանրապետություն, Արման Դիլանյանը չէր եկել, դե Վահե Գրիգորյանը ընդհանրապես այդ ժամանակ չէր մասնակցում, հետաքրքիր, նոր հիշեցի։ Ուրեմն ով գնացել է Արցախ հանցագործություն կատարել, ով Արցախի պաշտպանության բանակում ծառայել է շարքային զինվորականից մինչև գեներալ, նա հանցագործություն, ռազմական բնույթի հանցագործություն կատարել, ով Արցախում բիզնես արել, այսինքն Հայաստանի այն բանկերը, ովքեր Արցախում ունեցել են մասնաճյուղ, նրանց աշխատակիցները, բոլոր այն ֆիրմաները, ովքեր Արցախ ապրանքներ են մատակարարել, դրանից շահույթ են ստացել, ասենք օրինակ, չգիտեմ, Coca-Cola Hellenic Bottling Company Armenia ընկերությունը, եթե Հայաստանում արտադրված Coca-Cola-ն ծախել է Արցախում եւ դրանից շահույթ է ստացել, ըստ Սահմանադրական դատանի այս որոշման ինքը հանցանքագործ է։ Այս որոշ ով ինչ առնչություն ունեցել է Արցախի հետ, ըստ Արման Դիլանյանի, Վահե Գրիգորյանի եւ այս մյուս խմբակի անդամների, նրանք հանցանք են գործել։ Այսինքն իրենք կատարելով պետական դավաճանության, Սահմանադրական դատանում իշխանությունը զավթելու ակնհայտ հանցանք, ամբողջ հայ ժողովրդի դարձրել են հանցագործ։ Եվ սրա համար պետք չի գնալ հակարի կամուրջը անցնել, որ ադրբեջանցիները ձերբակալ են։ Ամբողջ հայ ժողովրդի ցուցակը Ադրբեջանը ում անունը ճշտեց, գրելու է միջազգային հետախուզում, տա Ինտերպոլին, ավտոմատ տեղեկությունները գնա նստի, ասենք եվրոպական Շենգեն անդամ որևէ երկրի սահմանապատ ծառայության համակարգչի մեջ, Ռուսաստանի, Վրաստանի, ցանկացած երկրի, այսինքն Հայաստանից թռնում ես հետո մեզ Վարշավա 7 նավակայանում Ստրաժ Գրանիչնին ասում է, դու այցելություն ես ունեցել Արցախ, Ադրբեջանի կողմից գտնում ես հետախուզման մեջ։ Տեղում ձերբակալում հանձնում են Ադրբեջանի իշխանությունը։ Կների որից կների, որին կտանի կնստացնի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողքը, դա արդեն իրենք կորոշեն, ոնց որ իրենք են որոշում։ Հակարի կամրջից, ասենք Սամվել Բաբայանը անցնի, Լևոն Մնացականյանը չանցնի։ Հիմա նույն ձևով երկուսն էլ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարներ են եղել նախկին։ Այդ պայն Լևոն Մնացականյանը հրամանատար չէր։ Գործող հրամանատարին ասում են դու կարաս գնաս,
Նախկին հրամանատարներից մեկի կախված դրանից, թե ով ինչ վաստակ ունեցել Արցախի պաշտպանության, Արցախի ազատագրման եւ ամբողջ մեր ժողովրդի սահմանադրական դատանի այս որոշումը իրավական իմաստով ճանաչել է հանցագործ։ Հիմա եթե մարդիկ Հայաստանի քաղաքացիներ համաձայն են այս որոշման հետ, ուրեմն թող իրենք սպասեն, թե իրենք երբ են ձերբակալվելու։ Եթե համաձայն չեն, ուրեմն վաղը ժամը 12-ին գլխավոր դատախազության դիմաց Բագրատ Սրբազանը բոլորիս հրավիրել է հերթական ակցիային, հավաքին, դրանից հետո հաջորդ հանրավակը կլինի, պիտի պայքարենք, որպեսզի այս ամեն ինչը իրականություն չդառնա, որ գոնե վավերացում չլինի եւ այս ամեն ինչը ճանաչվի առոչինչ, որովհետեւ դրա իրավական հիմքերը գոյություն ունեն, որովհետեւ պարզի որ սրանք հանցագործներ եւ հանցանք են գործել, իրենց կայացրած որոշումը չի կարող ունենա իրավական արժեք, նշանակություն եւ հետևանք։ Հետևաբար սրանց պետք է ոչ թե մենք պիտի դառնանք ազգովի հանցագործ, այլ այս փաստացի ոտու գլուխ սրանք իրար հետ 200 հոգի չեն դրել, ինչ 70 պատգամավոր է, մի 15-20 հոգի կառավարության անդամ, իրանց տեղակալներով թողել են 30, կեզելով 100, այս դրանք ինչքան է սահմանադրական դատանը, 8 հոգի չեն, 108, էլով կա այնտեղ, ասենք մի քանի պետական կառույցներ հետ ոստիկանության ղեկավար կազմն է, դատախազության ղեկավար կազմն է, ոստիկանության շարային կազմը են սովորական, որ Արցախի ՊԲ-ում են ծառայել, հենց հիմա Հայաստանի զինված ուժերում ծառայող ոստիկան է եղել Հայաստանի։ Արդեն հանցագործ է, հասկանում եք, սրանք ամբողջ ազգին, բիզնեսմեններին, նորից եմ կրկնում, այն մարդիկ, ովքեր ապրանք են ծախել Արցախում։ Արցախ այցելությունը Ռուբեն Վարդանյանի ներկայացված մեղադրանքը ինչ է, ասում ապօրինի հատել ես Ադրբեջանի պետական սահմանը, ով որ իր կյանքում թեկուզ մի անգամ եղել է Արցախում, Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը իրան վերաբերել է։ Հիմա դա սանել են սաղից դեմը դրեն։ Ու սրանք չեն ով ասենք սրանց իրավունք տվել գալ անդրադառնալու անկախության հռչակագիրը ընդունելը հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի։ Ես ուզում եմ իմանամ Հայաստանի Հանրապետության հիմիկվա որևէ մարմին ինչ կապ ունի հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նրա կայացրած որոշումների հետ, որը դառել է Հայաստանի Հանրապետության առաջի գումարման գերագույն խորհուրդ միայն այս անկախության հռչակագիրը ընդունելուց հետո։ Ինքը ԽՍՀ հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, որը ձևավորվել է բացառապես մեծամասնական ընտրական համակարգով, այսինքն տարածքից ընտրվել են մարդիկ падգամավորներ։ Եվ այդ падգամավորներ են ընտրվել 89 թվականի դեկտեմբերի 1-ի այդ որոշման հիման վրա, որոնք հիմա սրանք իրավական ուժը կորցրած են համարում, ընտրվել են ոչ միայն հայկական ԽՍՀ-ի տարածքից, այլ նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից, այդ թվում Շահումյանի շրջանից, այսինքն այդ մարդիկ որոշումը կայացրել են իրենց տարածքի ընտրողների տեսակետը արտահայտելով, լրիվ իրավական հիմունքներով, այդ նույն ժամանակաշրջանում ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Շահումյանից ընտրված падգամավորներ չի ունեցել։ Ով է ձեզ իրավունք տվել այդ մարմնի, որը անփոփոխ է, դրան համարժեք իշխանության մարմին, պետական մարմին Հայաստանի պատմության մեջ այլևս չի եղել եւ չի կարա լինի։ Հետևաբար նրա կողմից կայացված որոշումը որևէ մեկը չի կարա բեկանի, ուժը կորցնել։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը գերագույն խորհրդի իրավահաջորդ չի հանդիսանում։ Չի կարա նրա այսինքն մենք պիտի այդ որոշումներով միայն առաջնորդվենք եւ այդտենց անկախության հռչակագրի պահանջն է։ Ասում պետական մարմինների գործունեությունը պիտի համապատասխանի հռչակագրին։ Պետական մարմինը նաև դատական իշխանության մարմին։ Դուք չեք կարա նրա որոշումը քննությանը։ Դուք ընդամենը պիտի նայեք ձեր ձեռքի տակ ընկած օրենքը, միջազգային պայմանագիրը համապատասխանում է արդյոք սահմանադրությանը, որը ընդունվել է դրա հիման վրա։ Համապատասխանում է այդ հռչակագրին առանձին վերցրած, թե չէ։ Եթե չի համապատասխանում, ասում եք սա ոչ լեգիտիմ է, համապատասխանում է տալիս եք սա է ձեր խնդիրը, ձեզ ով եք դուք, ինչ վաստակ ունեք դուք, այ անվաստակներ, ինչ եք ստեղծել դուք, ինչ բարիք եք ստեղծել պետության համար, ով է ձեզ իրավունք տվել այս հերոսական ժողովրդի թափած այրոնը, իր լավագույն զավակների սխրանքը, հանձնազոհությունը, իրենց հայրենիքի համար մղած պայքարը, իրենց ֆինանսական ներդրումները, իրենց ջանքերը, իրենց շինարարի կառուցած շենքը, հողագործի մշակած հողը, զինվորականի թափած այրունը, ով է ձեզ իրավունք տվել զրոյացնել եւ դա թշնամունը համար, ով եք դուք, ինչ կապ ունեք այդ ամեն ինչի հետ, այդ դավաճաններ։ Եվ դուք մտածում եք, որ այդ դավաճանության պատասխանը չեք ստանալու, շատ լավ եք ստանալու։ Ինչքան էլ որ իրավունք տակ Նիկոլ Փաշինյանին այսօր Մոսկվայում իր ելույթում հայտարարի, որ
Սահմանադրական դատանի որոշման հիման վրա ենթադրում է, որ սահմանադրական դատանի որոշումը, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ալմաթայի հռչակագրի հիման վրա, որը ենթադրում է խորհրդային Ադրբեջանի ողջ տարածքը, սահմանադրական է։ Այսինքն դուք որոշում եք կայացրել Հայաստանում, որ խորհրդային Ադրբեջանի տարածքը Հայաստանի համար սահմանադրական է, էս է ձեր որոշումը, Ադրբեջանի վերաբերյալ որոշում եք ուզում կայացնեք, ուրեմն Բաքու, Աբշերոնյան թերակղզի, ընդեղ է ձեր տեղը, ընդեղ Բակո Սահակյանի, Ակադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, մյուս Ռուբեն Վարդանյանի, մյուսների տեղը չի, ձեր տեղն է ընդե, ձեր հայրենիքն է ընդե, ձեր շահերն են ընդե, մեր պետության, մեր ժողովրդի շահերը Երևանում են եւ Ստեփանակերտում, եւ ինչքան էլ որ դուք մեր հայրենիքը փորձեք ճշտամաբար ու դավաճանաբար հանձնել ճշտամական երկրին, դա միայն պատժի եւ պատասխանատվության արժանանալու։ Երբ էլ լինի դա, այսօր կլինի, վաղը ժամը 12-ին կլինի, հաջորդ օրը կլինի, դե մի տարի կլինի, 10 տարուց կլինի, այս կարգի հանցանքը չի ներվելու։ Սա ուրիշ հանցանք է։ Դուք պիտի գիտակցում ենք այս որոշումը կայացնելուց առաջ, այնքան բարոյական են գտնվել, այնքան մարդկային են գտնվել, որ այս ամեն ինչի մասին ձեզ ասել ենք։ Այս զգուշացումը ձեզ տրվել է, ու տրվել է ոչ թե սպառնալիք, այլ տրվել է որպես իրավական հիմնավորում, որ դուք իրավունք չունեք դա անելու, մի խախտեք մեր երկրի օրենքները, մի խախտեք մեր երկրի սահմանադրությունը, դուք միայն դրան ծառայելու պարտավորություն եք, այլ ոչ թե խախտելու։ Եթե սրանք կործանում են հռչակագիրը, ուրեմն չկա Հայաստանի Հանրապետություն։ Սրանք իրավական հիմք են ստեղծել ճշտամու համար։ Նայեք զուգահեռ, երբ Ադրբեջանում հայտարարեցին, որ Հայաստանում պետք է պատասխանատվության ենթարկեն Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց համարելով ռազմական հանցագործներ։ Այս որոշումից հետո, մինչև այս որոշումը նրանք այդպիսի հայտարարություն չեն արել։ Երբ է սրվել նորից Հայաստանի վրա նոր ռազմական ագրեսիա իրականացնելու վտանգը, այս որոշումից հետո, երբ Ալիև ասաց, որ եթե դուք չեք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչելու ձեր տարածքային ամբողջ։ Այս որոշումից հետո սրանք մտածում են, որ այս որոշումով այդ հարցը կլուծեն, բայց դրանք ինչ են ասում, Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակն ասում է, սահմանադրական դատան արդեն որոշում կայացրել է, ձերն է, ինչ ունեք ձերն է։ Նրանք ասում են ոչ, այս ձեր մանիպուլյացիաներով մեզ չեք խաբի։ Դուք չեք լսում Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը, դուք չեք լսում սահմանադրագետների, Վարդան Պողոսյանի կարծիքը, Արամ Օրբելյանի կարծիքը, Էդգար Ղազարյանի կարծիքը, ձեր ընդդիմախոսների, դուք չեք լսում կամ լսում եք չեք հասկանում։ Իրանք լսում են ու հասկանում են, իրանք գիտեն, որ այս իրավական հիմք չի։ Այս իրավական հիմք չի, դրա համար ասում են կետակ սուսուփուս գլուխներդ կախ։ Ոչխարի նման կետակ ու այդ սահմանադրությունը կփոխեք, կընդունեք նոր առանց անկախության հռչակագրի։ Սահմանադրական դատանի որոշում անկախության հռչակագրի չեղարկելու համար այդ իրանց համար բավարար չի։ Իրանց պետք է անկախության հռչակագրի բացակայություն, որտեղ այդ դեպքում իրանք կարող են միջազգային հանրության առաջ իրավական հիմք ստեղծել Հայաստանի տարածք ամբողջությամբ զավթելու եւ օկուպացնելու համար։ Իրանք այդքան բան հասկանում են։ Անկամ ձեր դավաճանությունը, ձեր ծախվածությունը իրանք չեն ընդունում ու չեն գնահատում։ Սիրելի ժողովուրդ, սա չափազանց վտանգավոր որոշում է։ Այս որոշման ընթացքը պետք է կանխվի։ Նորից եմ կրկնում, Ադրբեջանը սա չի վավերացնելու։ Իրանց մոտ այդ գործընթացը չի, մինչև հիմա ոչ մի լուրջ չկա, որ Ադրբեջանում այս գործընթացը տեղի է ունենում։ Սրանք ուզում են մեր ժողովրդի, մեր պետական մարմինների ձեռքերով Հայաստանը վերացնել եւ սպասվող ռազմական ագրեսիան, որը կիրականացնեն Հայաստանի նկատմամբ, դրա համար ունենան ռազմականից ու դիվանագիտականից բացի, որ ունեցել էին մինչև հիմա, ունենան նաև իրավական հիմնավորում։ Այդ իրավական հիմնավորումը այս պահին նրանց տվել է սահմանադրական դատանի այս 8 դատավորները։ Բայց այս հիմնավորումը նրանց պատրաստվում է տալ Հայաստանի խորհրդարանը։ Նիկոլ Փաշինյանը այսօր Մոսկվայում հայտարարել, որ այս ամսվա ընթացքում այս համաձայնագիրը վավերացվելու է խորհրդարանի կողմից։ Սա պետք է կանխվի բոլոր հնարավոր ձևերով։ Եթե պետք լինի ընդդիմադիր падգամավորները, եթե չեն նախաձեռնում վարչապետին անվստահության գործընթաց, գոնե պիտի իրենց մանդատները վայր դնեն, որպեսզի խորհրդարանը լուծարվի։
Եվ այս փաստաթուղթը չվավերացվի, ավարտուն տեսքի չբերվի։ Սահմանադրական դատանի այս որոշումը պետք է պատռել ու շպրտել մի կողմ, սա որոշում չի, սա հանցանքի դրսևորում է։ Ամեն գնով լինի մանդատներ դնել, լինի ժողովրդական ըմբոստնություն, ոտքի է պետք կանգնել։ Սիրելի ժողովուրդ, եթե հիմա մեր կոչով, մեր խնդրանքով, այս իրողությունները տեսնելով դուք ոտքի չկանգնեք, փողոց դուրս չգաք, դուք միևնույնն է, ադրբեջանական հարձակման դեպքում ստիպված եք լինելու դուրս գաք։ Ստիպված եք լինելու դուրս գաք, նստեք ձեր մեքենաները, վերցնեք ձեր անձնագրերը, տան ոսկին ու փողը ու չիմանաք թե ուր գնաք։ Չիմանաք թե ուր գնաք։ Եթե արցախցիները գիտեին, որ Երևան կարող են գալ, պարզա չէ, որ Հայաստանի վրա ռազմական գրոհի դեպքում Իրանը փակելու է սահմանը, Թուրքիան են փակելու դեպի Իրան գնացող մեր սահմանը, Վրաստանը ինքն է փակելու, ինքը 3 միլիոն փախստական չի ընդունելու։ Ուր եք գնալու։ Թուրքիա։ Ինչի համար։ Ցեղասպանվելու։ Հասկացեք, մենք գիտեք ինչ գոյաբանական վտանգի առաջ են կանգնած։ Այս հանդարտությունը մեզ միայն մահվան է տանելու։ Իսկ այս հանդարտությունից, այս մահից մեզ փրկելու համար Աստված մեզ օգնության ձեռքը մեկն է, որը ունի սրբազան պայքարի դրսևորում, որը հոկտեմբերի 9-ին ժամը 12-ին ձեզ հրավիրում է գլխավոր դատախազության շենքի մոտ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։